Տիկին Յոլյան, չնայած ես շարունակում եմ մտածել ու այն կարծիքին մնալ, որ հանձնաժողովների նախագահների քննարկումը ինքը ոլորտային քննարկում չի ամեն դեպքում, բայց երկու դիտարկում անեմ ձեր ելույթի հետ կապված, հետո հարցս կտամ։ Նախ առաջինը գյուղատնտեսության մասին խոսեցիք, ուզում եմ նշել, որ գյուղատնտեսական հարցերը այլևս այդ հանձնաժողովի տիրույթում չեն, տեղափոխվել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տիրույթ։ Խոսեցիք պղնձի գների աճի մասին, ուզում եմ հիշեցնել, որ դրա առավելագույն օգուտ ստանալու համար մենք ընդունել ենք օրենք, որով գերշահույթի դեպքում պայմանական պետությունը ավելի շատ հարկ է ստանում։ Խոսեցիք պղնձաձուլարանի մասին, որը էլի ձեր հանձնաժողովի տիրույթում չի, բայց փոխարենը շրջակա միջավայրն է ձեր հանձնաժողովի տիրույթում ու ձեզ ավելի շատ երևի պիտի հակառակ հարցը հետաքրքրեր։ Բայց հիմա բուն հարցից Ներեք Պանթունյան, հարգելի գործընկերներ, խանգարում եք։ Բուն հարցս հետևյալն է, որը պարոն Գևորգյանն էլ տվեցի։ Դուք այս տարվա մարտին, երբ հրաժարական եք տվել Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից, նշել եք, որ դա անձնական պատճառներով է պայմանավորված։ Խնդրեմ ըստ հնարավորի նշել, որոնք էին այն պատճառները, որ դուք այլևս չեք ցանկանում աշխատել այդ պաշտոնով, որտեղ հիմա այլ պաշտոնի եք ուզում հավակնում եք այլ պաշտոնի, ուզում ենք հասկանանք այդ կանխատեսելիությունը որքան է եւ եթե ժամանակը լինի, խնդրում եմ նաեւ պատասխանել որպես Գորիսի համայնքապետ, ինչպես է գնահատում Արուշ Արուշանյանի գործունեությունը։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ես դրա համար իմ խոսքում նշեցի, որ հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը, այսինքն հղում արեցի, որ թեև հանձնաժողովի գործառույթների շրջանակում չէ, բայց հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը համայնքների տնտեսական զարգացման գործում էական նշանակություն ունեցող ոլորտ է, ես նպատակահարմար գտա բարձրաձայնել այդ մասին, որովհետև որքան էլ որ հանձնաժողովի գործունեության շրջանակը չէ, այնուամենայնիվ կարևոր ոլորտ է համայնքների զարգացման տեսանկյունից, հատկապես այն համայնքներում, որ հենց գյուղատնտեսությունն է տնտեսության շարժիչ ուժը։ Հետևաբար շատ լավ տիրապետում եմ համայնքի գործառույթները ու կարծում եմ, որ փոխկապակցված խնդրահարույց ոլորտների մասին պետք է խոսել։ Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի մասին, քանի որ համայնքներ ունենք բազմաթիվ, այո, այդ մասին եւս խոսեցի, որ սոցիալական պատասխանատվությունների շրջանակը պետք է լինի ավելի թափանցիկ եւ քանի որ մենք նաեւ խոսելու ենք հետագայում ապակենտրոնացման նոր հարկատեսակների եւ այլնի մասին, մենք չենք կարող համայնքներում գործող տնտեսվարողների խնդիրը թողնել համայնքների ուշադրությունից դուրս եւ հետեւաբար ճիշտ ու նպատակահարմար եմ գտնում խոսել բոլոր այն խնդիրների մասին ու մարտահրավերների մասին, որոնք կարող են կամ խոչընդոտել կամ օգնել, որպեսզի համայնքները տնտեսապես զարգանան։ Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե ինչի եմ ես դուրս եկել աշխատանքից, ես ինչպես 2021 թվականին բազմաթիվ հարցազրույցներում ասել եմ, որ հատկապես պատերազմը իմ կյանքը սահմանագիծ ունի, մինչև պատերազմ եւ պատերազմից հետո։ Պատերազմից հետո իմ վերաբերմունքը շատ հարցերում փոխվել է, որովհետև այո, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, պետք է Հայաստանի Հանրապետությունը ունենա վարչապետ, ով իզորու է Հայաստանը տանելու զարգացման ճանապարհով։ Իմ սկզբունքներին մնացել եմ հավատարիմ եւ այդ ճանապարհն եմ որդեգրել։ Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե ինչպես եմ ես վերաբերում Գորիս համայնքի համայնքային իշխանություններին, ասեմ, որ ես այնտեղ գրեթե 10 տարի աշխատել եմ, Գորիսի համայնքապետարանը շատ լավ թիմ ունի եւ տարեկան մոտ 60 ծրագիր է իրականացրել, 50 ծրագիր է իրականացրել Գորիսի համայնքապետարանը, դա բացառիկ է շատ համայնքների համար, տարածքային կառավարման նախարարությունում եւս գիտեն այդ մասին, եւ տարվա մեջ ընդամենը 3-4 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։ Մեծ ծրագրերի բաժին է հասել աշխատանքային թիմին, արդյունավետ աշխատանքին, եւ ես այդ աշխատանքների մեջ ունեցել եմ իմ դերակատարումը եւ հպարտանում եմ իմ անցած ճանապարհով, ուրախ եմ, որ իմ համայնքը զարգանում է, ես ուրախ եմ, Գորիս, արձագանք եք։ Արձագանք։ Տիկին Յոլյան, դուք նախկին լրագրող եք եղել, ես էլ այդ ոլորտում փորձ ունեմ ու գիտեմ ոնց կարելի է հարցերին
պատասխանել չպատասխանելով, բայց դրա հակադարձ ձևն էլ գիտեմ ոնց անեմ, որ այդ հարցը նորից տամ։ Հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ Առաջին հարցը ինչի համար հրաժարվեցիք, դուք ասում եք ես պատերազմից հետո շատ բաների սկսել եմ այլ ձև նայել, պատերազմը ավարտվել է 2020 թվականին, դուք հրաժարական տվել եք 2026 թվականին, այդ ուղիղ կապն եմ ուզում հասկանալ հրաժարականի ու պատերազմի մեջ կամ Արուշ Արուշանյանի գործունեությանը, եւ երկրորդ ես ձեր աշխատանքը չէի ասում գնահատեք, ես ասում եի նախկին ձեր գործընկերոջ ներկայիս համայնքապետ Արուշ Արուշանյանի աշխատանքը գնահատեք։ Ինչ վերաբերում է իմ լրագրողական գործունեությանը, հետաքննական ոլորտում եմ աշխատել, միշտ ազնիվ եմ եղել, մինչև հիմա ազնիվ եմ։ Ինչ վերաբերում է փոխկապակցված հարցադրման պատասխանին, հիմա 2026 թիվն է, բայց եթե դուք հետ գնաք 2020 թվականից հետո իմ հանրային եւ քաղաքական դիրքորոշումը, կտեսնեք, որ ոչինչ չի փոխվել։ Ես նույն կարծիքին եմ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Այդ մասին խոսել եմ 2020 թվականից սկսած, խոսել եմ հանրային, իմ բոլոր հարցազրույցներում գրեթե խոսել եմ այդ մասին եւ միշտ ունեցել եմ ընդդիմադիր դիրքորոշում, անկախ նրանից, որ աշխատել եմ տեղական ինքնակառավարում, որը առանձին ինքնակառավարվող ինստիտուտ է եւ նվիրված աշխատել եմ իմ համայնքի համար, ինչի համար այսօր հպարտ այստեղ կանգնած եմ, որ ինչ հնարավոր ներդրում կարող է անել իմ համայնքի զարգացման համար, ես դա արել եմ։ Ինչ վերաբերում է գնահատականին, ես ասեցի, որ Գորիս համայնքում շատ լավ թիմ է աշխատում եւ այսօրվա այն շատ լավ։ Միքայել Խաչատրյան։ Շնորհակալություն։ Տիկին Յոլյան, դուք երկար տարիներ աշխատել եք Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, ինչպես նաև համայնքապետարանում տարբեր այլ պաշտոններ եք զբաղեցրել։ Խոսեցիք սուբվենցիոն ծրագրերի մասին։ Իմ հարցը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերին, դուք որպես համայնքի ղեկավարի տեղակալ ոնց եք գնահատում կառավարության աշխատանքը միտված համայնքներին սուբվենցիոն ծրագրերի միջոցով 1-ից 10 բառանոց համակարգով կխնդրեմ նշեք եւ դուք ասում եք որ ընդլայնման կարիք ունի սուբվենցիոն ծրագրերը, քանի որ ասում եք որ միայն ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում, եթե չեմ սխալվում, դες նշեցիք, բայց այդպես չէ իհարկե։ Դուք որպես փոխքաղաքապետ ինչ ընդլայնման տարբերակներ եք առաջարկել սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Եթե իմ աշխատանքային փորձառության մասին եք ասում, ինչ ընդլայնման ծրագրեր, գամ մի քիչ ավելի նախապատմությունից, սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության մասին։ Երբ որ 2015-16 թվականներին Հայաստանում ներդրվեց համայնքների խոշորացման գործընթացը, սա լավագույն տարբերակներից մեկն էր, որպեսզի համայնքները ունենային ֆինանսական հնարավորություններ եւ այդ տարիների լավագույն լուծումներից մեկը համայնքների տնտեսական զարգացման, դա սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմն էր։ Եվ երբ որ համայնքները սկսեցին ավելի ակտիվ աշխատել, դա նշանակում է, որ իրենք ունեին ֆինանսական միջոցներ, որովհետեւ Սուբվենցիոն ծրագրերի նախաձեռնողը նախ եւ առաջ համայնքն է հանրային քննարկումներ իրականացնում, առաջնահերթությունները որոշում եւ հետո ներկայացնում է գործընթացը համայնքների որպես նկատի ունեմ մոդել համայնքների տնտեսության զարգացման համար ինքը արդյունավետ է։ Ինչ վերաբերում է, ես չասացի միայն ասֆալտապատում, ես ասեցի նաեւ այլ ենթակառուցվածքներ, բայց այո, ոլորտը սահմանափակ հնարավորություններ է տալիս համայնքին, օրինակ սոցիալական բնակարանաշինության ոլորտում, օրինակ աղբահանության ոլորտում ենթակառուցվածքներ ստեղծելու։ Իմ առաջարկը նա է, որ համայնքներին տրվի հնարավորություն, համայնքներին տրվի գործիքակազմ, որպեսզի իրենք հանրային քննարկումների արդյունքում, իրենց տնտեսական զարգացման ծրագրերը կազմելու արդյունքում կարողանան առաջնահերթություն որոշել, թե որն է համայնքի զարգացման տարբերակը։ Արձագանք։ Տիկին Յոլյան, տեսեք, որ խոսում եք սուբվենցիոն ծրագրերից, սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը էապես մեծացել է 2018 թվականի հեղափոխությունից սկսված եւ հենց մեր կառավարության աշխատանքի շնորհիվ, աշխատանքների շնորհիվ եւ ես ուզում եմ հասկանամ որն է եղել խնդիրը, ինչն է եղել խոչընդոտ ձեզ որպես Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ առաջարկություններով հանդես գալ եւ ձեր ասած ծրագրերը առաջ քաշել եւ համայնքում կատարվեն այդ աշխատանքները։
Չնայած Գորիս համայնքում այսօր մենք տեսնում ենք եւ ինչպես նաեւ բոլոր Հայաստանի Հանրապետության համայնքներում, անկախ նրանից ընդդիմադիր թե իշխանական համայնքապետը, կատարվում են բազմաթիվ աշխատանքներ, թե ուղիղ պետական ֆինանսավորմամբ, թե դոտացիաների միջոցով եւ թե սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Դուք հանձնաժողովի նախագահ դառնալու դեպքում ո՞նց եք պատկերացնում ձեր աշխատանքը Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների եւ կառավարության հետ այդ սինխրոնությունը դուք կարողանալու եք պահել թե ոչ եւ ո՞նց եք գնահատում ձեզ որպես գորիսեցիները ձեզ ո՞նց են վերաբերվում քաղաքում։ Շնորհակալություն։ Ես ինձ խոսքում նշեցի, որ 15-16 թվականներին, եթե չեմ սխալվում, հենց 16 թվականին առաջին պիլոտային գործընթացը, երբ որ համայնքների խոշորացման տեղի է ունեցել, սա հնարավորություն է տվել համայնքներին ունենալ առանձին ֆինանսական հնարավորություններ եւ մասնակցել, որտեղ ինչպես մի քիչ առաջ իմ խոսքում ասացի, սուբվենցիոն ծրագրերի նախաձեռնությունը նախ եւ առաջ համայնքինն է։ 1 միլիոն դրամ բյուջե ունեցող բնակավայրը բնականաբար չէր կարող մասնակցել եւ սուբվենցիոն ծրագիր իրականացնել։ Բայց երբ որ համայնքները խոշորացել են, որոշակի ֆինանսական ռեսուրսները տարբեր բնակավայրերի կենտրոնացվել են, սա համայնքներին հնարավորություն է տվել շատ ավելի ակտիվ մասնակցել։ Բայց նաեւ մի ուրիշ վատթարացող բանի մասին ասեմ, որ եթե օրինակ նախկինում համայնքի բաժինը շատ ավելի փոքր էր եւ կառավարությունը ավելի մեծ ներդրումներ էր ունենում, վերջին տարիներին որոշ ոլորտներում այդ ներդրումները նվազել են։ Իմ փորձառության մասին ես ունեցել եմ, քանի որ ժամանակ չկա, ներողություն եմ խնդրում, անձամբ սոցիալական բնակարանաշինության ծրագիր որպես առաջարկ ներկայացրել եմ եւ քանի որ ոլորտում դա չի եղել որպես ոլորտային ընթացակարգ, ծրագիրը չի ընդունվել, բայց կարծում եմ, որ լավագույն մոդելը, որպեսզի հետագայում դա դիտարկվի։ Շնորհակալություն, Զարուհի Բաթոյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Յոլյան, ձեր կեսագրականը ներկայացնելիս նշվեց, որ դուք տարբեր ծրագրերում եք ներգրաված եղել, մասնավորապես զարգացման ծրագրերում, այդ թվում իրավապաշտպան ծրագրերում, կանանց մասնակցությունը խթանող եւ այլն, եւ համագործակցել եք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ։ Օրինակ, երբ մենք այդ նույն գործունեությամբ էինք զբաղվում եւ հետո նաեւ սկսեցինք քաղաքականությամբ զբաղվել, մեզ սկսեցին պիտակավորել, ասելով սորոսականներ եք դուք եւ հայ ավանդական ընտանիքներն եք քանդում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ իմանալ դուք ինչպես եք վերաբերվում այս տեսակի պիտակավորմանը, խտրականության խորացմանը, միայն այն հիմքով, որ մարդը իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, մասնավորապես խոցելի խմբերի, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլն, եւ ուզում եմ իմանալ ձեզ երբևէ օրինակ նման պիտակ այդպես կոչել են թե ոչ, եւ ձեր վերաբերմունքն է հետաքրքիր այս տեսակ խոսույթին, ինչու, որովհետեւ այդ խոսույթին շատ հաճախ միանում կամ աջակցում էին, գուցե ոչ ուղղակիորեն, բայց այսպես շատ սոլիդ էին վերաբերվում ընդդիմադիր գործընկերները, նաև ընդդիմադիր ԶԼՄ-ները եւ ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այս մասին։ Շնորհակալ եմ։ Ինչպես իմ կենսագրականի մեջ էր նշվել, այո, ես տարբեր միջազգային կառույցներում փորձագիտական աշխատանք եմ արել, իմ աշխատանքը հիմնականում առնչվել է տեղական ինքնակառավարման ոլորտում, օրինակ տապերի մոնիտորինգային մեթոդաբանություն ստեղծելու հարցում Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում աշխատանք եմ տարել տնտեսական զարգացման ծրագրերի ուղղությամբ, որովհետև ես եղել եմ խորհրդի անդամ գերմանական միջազգային կազմակերպության, որը ֆինանսավորում էր մեր համայնքների տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու, այս տեսանկյունից շատ կարևորում եմ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը, ինչ վերաբերում է ձեր այն հարցադրմանը, թե ինչպես եք վերաբերում խտրականությանը եւ բռնությանը, բնականաբար վատ եմ վերաբերում, բայց նաեւ շատ կարևորում եմ, որ որոշակիորեն արդյունավետության տեսանկյունից այն ուղենիշները եւ սահմանները անպայման լինեն, որոնք կարող են օրինակ մեր կրոնական համոզմունքներին, մեր առանձնահատկություններին, մեր արժեքներին, այսինքն հանրային ընկալման տեսանկյունից պետք է նաեւ հարգել այդ դիրքորոշումը։ Մյուս կողմից մենք
Նաև ես ինքս շատ այդ մասին բարձրաձայնել եմ, որ շատ դեմ եմ երկակի ստանդարտներին, օրինակ եթե որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ ժամանակին, երբ որ բանակում դեպքեր էին լինում, արձագանքում էին, ես դա շատ նորմալ եմ համարում, որ եթե որևէ ոլորտում կա խնդիր, պետք է այդ խնդիրների մասին օբյեկտիվորեն բարձրաձայնենք, փորձենք գտնել խնդրի արմատը եւ ձեռնարկենք միջոցառումներ այդ խնդիրները ի նպաստ հանրության լուծելու համար։ Բայց եթե չեն խոսում հիմա այդ մասին եւ չեն խոսում, որովհետեւ դրանով օրինակ կարող են համակարգային վնաս տալ, այլ չեն խոսում, որովհետև երկակի ստանդարտներ ունեն, ես դա չեմ ընդունում միանշանակ եւ այդ մասին կաշկանդված չեմ եղել երբևէ բարձրաձայնելու։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Յոլյան, ես իհարկե կարծում եմ, որ երկակի ստանդարտներից առաջինը մենք ինքներս նկատի ունեմ քաղաքականությամբ զբաղվողներ եւ որոշումներ կայացնողները պետք է հրաժարվեն եւ իհարկե այլ ոլորտի կազմակերպությունների մասով պատասխանատվությունը իրենցն է, բայց ես ուրախ եմ, որ դուք դատապարտում եք հատկապես իրավապաշտպանության հիմքով խտրականությունը եւ այս մասով ես կարծում եմ, որ կարեւոր արձանագրում ենք անում եւ երկրորդ հարցն եմ ուզում տալ օգտվելով առիթից, դուք ձեր բացման խոսքում տարակուսեցիք, որ մենք պարոն Ղազինյանի տեխնացությունը չենք, այսպես չենք ընտրել իրեն Պարոն Ղազինյանի աշխատանքային փորձը մեծ հիմնականում հեծի հետ է կապված, այսինքն հեծում է եղել իհարկե տարբեր կառույցներում, բայց դուք մի քանի տարվա փորձ ունեք համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում եւ այլ ծրագրերում։ Դուք կարծում եք, որ իսկապես պարոն Ղազինյանը ավելի լավ տեխնացու էր, քան դուք։ Ես կարծում եմ եւ վստահ եմ, եւ դա փաստ է, որ մեր խմբակցությունում որևէ մեկի տեխնացությունը դիտարկելիս համոզված կարող ենք ասել, որ կամ ոլորտային մասնագետներ են, կամ ոլորտում ունեն երկարաժամկետ փորձառություն։ Ես գուցե տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձառություն ունեմ, բայց ես նախորդ իմ խոսքի ժամանակ էլ ասել եմ, ես էներգետիկ ոլորտում մասնագետ չեմ, փորձառություն չունեմ։ Պարոն Ղազինյանը Հայաստանում ղեկավարել է ամենամեծ ընկերություններից մեկը եւ իր ղեկավարման փորձառությունը, այո, շատ կարեւոր կարող էր լինել առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու իմաստով եւ քանի որ մեր խմբակցությունում նաեւ ներկայացված են երկարաժամկետ փորձառություն եւ աշխատանքային փորձառություն ունեցող մասնագետներ, սա թիմային աշխատանք է ի նպաստ Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման եւ այս իմաստով կարևորում եմ, արժևորում եմ եւ շատ ցավում եմ, որ պարոն Ղազինյանին այդ հնարավորությունը չընձեռվեց։